Պարոն Սաֆարյան, Մոսկվայից շարունակում են պնդել, որ թրիփի արդյունավետությունը առանց ռուսական կողմի կասկածի տակ են դնում իրենք պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով թրիփում Մոսկվայի ներգրավվածությունը ընդունելի է, քննարկելի է, կարող է նման հեռանկար լինել, թե ոչ։ Այս պահին թրիփը իրականացվում է Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում կնքվել է համաձայնագիր եւ դա այս փուլում իրականացման փուլում է եկել։ Իսկ իմ ասացի մասով ինչ որ հեռանկարում կարող է նման քննարկումը Հայաստանի համար ընդունելի լինել, առնվազն քննարկում ընդունել։ Գիտեք, չի ուզի ինչ որ սպեկուլյացիաներ անել, այսինքն այս պահին ապագայի մասին ինչ որ բաներ ասել։ Իսկ թրիփի իրականացման դեպքում Եվրասիական տնտեսական միության կանոններն ու այդ տարանցման կարգավորումները ինչպես է պատկերացնում Երևանը, դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե ինչպես։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի գործում են։ Այդ թվում թրիփը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ Այո։ Իսկ այդտեղ համագործակցության խնդիր առաջանալու է կամ ինչ որ խնդրահարույց մի բան կարող է լինել, որտեղ կողմերը ամեն դեպքում պետք է համատեղ աշխատանք անեն, չէ՞։ Ընկերությունը որ կստեղծվի նկատմամբ ամերիկյան եւ ռուսական կողմի հետ այդ կարգավորումների։ ԵԱՏՄ-ի մասկսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում։ Այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում։ Ռուսաստանի հետ ինչ որ հարց չի առաջանա համատեղ աշխատանքի, ինչ որ համատեղ բազաներ ստեղծելու ես հարցում եմ, որտեղ չեմ պատկերացնում։ Այս փուլում որևէ հարց չի ծագել։ Արդյոք արտգործնախարարությունը արձագանքելու է Ադրբեջանի հայտարարություններին, գործողություններին, որոնք արվում են, մասնավորապես Նախիջևանում գիտենք, որ կոնֆերանս եղավ, որը փաստորեն պետության կողմից էր աջակցություն ստանում եւ հետո հայտարարություններ հնչեցին, այդ թվում նաեւ նախագահի կողմից իրենց Մեջլիսի։ Այս դեպքում ինչու արտգործնախարարությունը հայտարարություն չի անում եւ չի արձագանքում։ Մենք Ադրբեջանի հետ դրական օրակարգի մեջ ենք, բայց կան նաեւ որոշ ապակառուցողական հայտարարություններ, եթե մենք արձագանքի կարիք տեսնենք, անենք այդ։ Երբ որ մենք լռում ենք այս դեպքում, մենք արդյոք չենք թույլ տալիս, որ նրանք լեգիտիմացնեն այս թեզերը եւ նաեւ ներկայացնեն միջազգային այլատյաններում։ Մենք այս փուլում դրան արձագանքելու կարիք չենք տեսել, եթե կարիք լինի, անպայման կարձագանքենք։ Նրանք չեք տեսնում այս մասով, նրանք փաստորեն մեծ էկրաններին ցույց են տալիս Երևանի փողոցները եւ ասում են մեր տարածքներն են պետք է վերադառնան, Արևմտյան Ադրբեջանը եւ այլն։ Եվ գիտեք, այդպիսի դրվագներ անընդհատ լինում են եւ այն պահին, երբ որ մենք տեսնում ենք դրան արձագանքելու կարիք, մենք դա անում ենք։ Փաստորեն պետական աջակցություն ունի այս ծրագիրը։ Մի րոպե, էլի թեման ավարտենք նոր։ Փաստորեն պետական աջակցություն ունի, սա ոչ թե ուղղակի ՀԿ-ի ներկայացուցիչներն, ովքեր նախաձեռնում են այսպիսի կոնֆերանսներ, միջոցառումներ, այլ պետական աջակցություն ունի։ Ինչպես է ստացվում, որ Ալիևը մի կողմից խաղաղությունից է խոսում, մյուս կողմից այսպիսի գործիքակազմ է կիրառում։ Կրկին նշեմ, որ այսպիսի դրվագներ լինում են, հա, եւ մենք դա ապակառուցողական ենք համարում, եթե հավելյալ արձագանքի կարիք լինի, կասենք։ Պարոն Սաֆարյան, Իսրայելը, որ ճանաչում է Իսրայելի կոնցեպտը, որ պիտի ներկայացվի հայոց ցեղասպանության ճանաչման այդ բանաձևը, մեր ագենան ինչ վերաբերմունք ունի այս պահին եւ արդյոք դա ինչ որ վտանգներ ունի տարածաշրջանային իմաստով Հայաստանի։ Վարչապետը անդրադարձել է այս հարցին, մենք արձագանքի կարիք չենք տեսնում։ Ավելի մանրամասնորեն խնդրում եմ բացել, որովհետև հիմա դա զարգանում է, Թուրքիան արձագանքել է, Ադրբեջանը արձագանքել է, դրանից հետո կուզեի, որ ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքեր։ Մենք դա համարում ենք հայոց ցեղասպանության հարցի զենքավորում եւ զենքայնացում եւ արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։